հայ-թուրքական ներկայիս բանակցությունները փորձում են ներկայացնել որպես առաջընթաց, սակայն նորություն չի լինի, եթե ասենք, որ դրանք ընթանում են միակողմանի զիջողականության ճանապարհով։ Անկարան, ինչպես միշտ, հանդես է գալիս պահանջատիրոջ դիրքերից, իսկ Երևանը, ինչպես միշտ, կամ ինչպես վերջերս հաճախ, ընթանում է թուրքական պահանջները բավարարելու կամ առավել ևս թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացրած բոլոր նախապայմանները բավարարելու ճանապարհով։ Եկեք սահմանենք հայ-թուրքական հարաբերությունների նպատակը օրինակելի օրակարգի պարագայում եւ դրան միտված քայլերի գործողությունների ծրագիրը։ Բացենք փակագծերը։ Հասնել իրական եւ արժանապատիվ բարիդրացիության հաստատման ի բարօրություն երկու ժողովուրդների եւ ի նպաստ մեր պետությունների եւ նրանց կայուն զարգացման եւ տարածաշրջանի խաղաղության։ Սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակ մշակված գործողությունների ծրագիր, որի հիմքում պետք է դրվեն հետևյալ գերակայությունները. Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրների լուծում, անվտանգության երաշխիքների ապահովում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հաշվի առնելով անցած ճանապարհը, անվտանգության խնդիրները Հայաստանի ու Արցախի համար աշխարհի մնացած երկրներից տարբերվող ձևակերպում են ստանում, անվտանգություն իր բազմապատկված երաշխիքներով կամ անվտանգություն պլյուս բանաձևի ներքո։ Երկրորդ, աշխատանքի իրականացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, միջազգային երաշխիքների ներքո և միջազգային մեխանիզմների առկայությամբ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև հարկադրանքի քաղաքականության բացառման մասին հայ-թուրքական համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Փաստաթուղթն իր մեջ պետք է ներառի խախտումների կանխարգելման, ինչպես նաև դրանց առկայության դեպքում համապատասխան արձագանքի և ընդունվող միջոցների միջազգային ամրագրված երաշխիքներ։ Երրորդ, մշտական, բովանդակային, հետևողական աշխատանք Սփյուռքի կառույցների և անհատների հետ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման և որոշումների կայացման գործընթացում Սփյուռքի ներգրավման ուղղությամբ։ Չորրորդ, ձգտել քաղաքակիրթ երկխոսության մեկնարկի, առանց նախապայմանների, այս պահին գործող թշնամական քայլերի ու գործողությունների կասեցմամբ և բացառմամբ, այդ թվում շրջափակման վերացմամբ և սահմանների բացմամբ, միջազգային տարաբնույթ ատյաններում թշնամանքի և հարկադրանքի քաղաքականության շարունակության բացառմամբ, դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։ Հինգերորդ, Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորման պարագայում նախաձեռնել հետագա քայլերի ու գործողությունների ճանապարհային քարտեզ։ Դրված նպատակը կյանքի կոչելու համար առաջին հերթին երկու երկրներում էլ անհրաժեշտ է ունենալ ապագային սթափ նայող և առողջ դատողությամբ առաջնորդություն։ Այնպիսի առաջնորդություն, որն օրինակ կգիտակցի, որ Թուրքիայի դեպքում քաղաքակիրթ երկխոսության այլընտրանքը ցեղասպանությունն է, և այդ այլընտրանքը Թուրքիան արդեն իսկ փորձարկել է, թեև փորձարկելով հանդերձ իր վերջնանպատակին չի հասել։ Հետևաբար, եթե իսկապես ցանկանում ենք ժողովուրդների հաշտեցում, իրական հաշտեցում, ինչպես նաև պետությունների միջև բնական հարաբերությունների հաստատում, ապա և Հայաստանը, և Թուրքիան պետք է գան այն ընկալման, որ քաղաքակիրթ երկխոսությունն այլընտրանք չպետք է ունենա, պետք է մշակեն ճանապարհային քարտեզ ու տրամադրվեն իրական քայլերի ու գործողությունների, իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ավելի քան պարադոքսալ է։ Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Հայացք մատենաշարի» խոշորացույց գրքում։